Եղիր խիստ, բայց արդարացի։ Բոլորը մեկի համար, մեկը բոլորի համար կատարում ենք հրամանը, կատարում ենք խնդիրը մեր առջև դրված հասնելու համար հաջողություն, հասնելու համար բարձունքների։ Ու գնդապետը կատարեց խնդիրը կյանքի գնով։ Օմարի արծիվը հասավ իր բարձունքին։ Վահագն Ասատրյանն այն եզակի զինվորականներից էր, որ գիտեր ապրել զինվորի կյանքով, լիներ նրա փոխարեն ու նրա կողքին։ Պետքա հրամանատարը լինի գրագետ, պետքա սպան լինի կարդացած։ Դու դրանով դառնալու ես առաջնորդ, դու դրանով ստեղծելու ես հարգանքդ, շրջապատը, թիմդ։ Հիմա հրամանատարը սպարապետի կողքին է։ Եռաբլուրն Ասատրյանների տունն է դարձել։ Այստեղ են վերհիշում լուսավոր ու մութ դրվագները, խոսում ազգային հերոսի հետ։ Առաջի բարերը մամ սատկացնում ու ջարդում եմ թուրքերին։ Եվ ինչքան ինքը ուժ ու զորություն ուներ, ինչքան վրեժ ուներ ամբողջ հայության համար, կարծես ինքը հանում էր այդ բարերով։ Ասեց մամ ամպերից մեջ եմ, ամպերից վեր եմ բարձրանում։ Այս այդ ժամանակ չէի մտածում, որ իրոք պիտի բարձրանա։ Մեր խնդիրը չթույլատրել մեր հայ զինվորի մատը փուշ մտնի։ Մեր համար մեր զինվորը շատ թանկ է։ Ամենահրամանատարը թշնամու վախն էր, հադրութում է վերացրել թշնամական яշմային, չի նահանջել հրամանատարը ու նույնիսկ շրջափակումից դուրս է բերել իր զինվորներին։ 23 տարիների ռազմական փորձն ու Մոնթեի ոգին էին օգնում հայրենիքը ամենից վերդասել։ Ասեցի որդիս, ընտանիքդ կարոտելա քեզ կինդ, տղաներդ, պես առաջի անգամ ես ոնց որ պես բան ասեցի, երբեք չեմ ասի, ես իրեն խրախուսել եմ միշտ։ Ասեց մամ, հայրենիքից թանկ ոչինչ չկա։ Մի օրով, մի քանի ժամով չես կասեց չէ, մամ։ Մոռացի, ես չեմ կարող գալ, մամ ջան, ինձ Սիմաշ էր ասում։ Սիմաշս չեմ կարող գալ, հնարավոր չի, որ ես թողնեմ, բաց զորքս, բա իմ բանակը։ Նկատում եմ զինվոր թախծոտ մտամոլոր քայլում է, մոտենում ասում ինչ է պատահել զինվոր, Շիրակի գյուղերից է լինում, ասում մաման ցախ առ է, կոտորող չունի։ Վահագնը ստացնում է իր մեքենան, ասում է տարեք տուն, թող որ ցախը կոտորի, մի օր էլ մնա տուն։ 5 ռազմական բուհերում ուսանած հրամանատարը համոզված էր, մարտահրավերներին դիմակայելու միակ միջոցը անընդհատ կատարելագործվելն է։ Վահագն Ասատրյանը հավատում էր, եռամիասնության մեջ է փրկության բանալին՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք։ Էսթեր Մեսրոպյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։